Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ասուլիսում ցույց տվեց իրական դեմքը, բացահայտելով, թե որքան է ատում հայ ժողովրդին, Հայաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը։ Նա առանց ամանչելու հայտարարում է, որ իր հաճելի չէ շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանում եւ այդ կերպ վիրավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այս մարդը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ, խոստովանում է, որ հենց ինքն է Հայաստանը դարձրել բանակցությունների առարկա, պատրաստ լինելով մեղրին փոխանակել Ղարաբաղի դիմաց։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը Հայաստանի շահը զրոյի է հավասարեցնում, անտեսելով մեր պետության համար կենսական երկու գործոն՝ խաղաղությունը եւ ապա շրջափակումը։ Այդպես են վարվում ոչ թե պետական մտածողություն ունեցող առաջնորդները, այլև նրանք, ովքեր գործում են օտար շահերի համար։ Քոչարյանը նույնիսկ միեդի վճիրն է խեղաթյուրում, մեղքը գցելով Սերժ Սարգսյանի վրա, ասելով դե թող բացահայտեր։ Բայց բոլորս գիտենք, հենց նա էր, որ բանակ բերեց մայրաքաղաք, հրաման տվեց կրակել ժողովրդի վրա եւ զրկեց 10 քաղաքացուն ապրելու իրավունքից։ Սա է իրական պատկերը, մարդ, որ նախագահ էր, բայց գործեց բռնապետի պես։ Սիրելի քաղաքացիներ, ցավալի է, բայց մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում եւս կան մարդիկ, ովքեր մոռացել են իրենց առաքելությունը։ Կտրիչ Ներսիսյանը, ով փորձում է իրեն կաթողիկոս հռչակել, կանգնել է թալանչիների քրեաօլիգարխիկ համակարգի կողքին, եկեղեցին դարձնելով մաֆիայի ապաստարան։ 2008 թվականին նա չկանգնեց ժողովրդի կողքին, չկանխեց արյունահեղությունը, բայց այսօր օրնում է ռոբասերժական խմբակին։ Բայց բոլոր այս ուժերը մի բանից են վախենում՝ օրենքի գերակայությունից, բայց հենց դրանից պիտի սկսվի Հայաստանի ապագան։ Մենք այլևս չունենք վախենալու իրավական պետությունից, որովհետև հենց այն է պաշտպանում քաղաքացուն բռնությունից եւ անարդարությունից։ Թող բոլորը հիշեն, հայ ժողովուրդը այլևս չի ենթարկվելու ոչ բռնապետին, ոչ կեղծ հոգևոր առաջնորդին։ Հայաստանը լինելու է օրենքի, արդարության եւ իրավական երկիր։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։